Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, հա քաղաքական օրագիրն է, ես Հրանտ Տեր-Աբրահամյանն եմ եւ այսօր իհարկե խոսելու ենք այսպես կոչված խաղաղության պայմանագրից կամ ինչպես մենք կրճատացնում ենք ԽՊ-ից։ Այդ թեմայից իհարկե շատ ենք խոսել, գիտեք որ մեծ ողջավորություն է հիմա տարածվել ուրեմն իշխանական, իշխանամերձ շրջանակներում, որ տեսակ մենք հասանք խաղաղության, այնտեղ արդեն չգիտեմ հավիտենական խաղաղության մասին են նույնիսկ խոսում, պետության հավերժացման մասին, այսինքն վերածում են սա մի հատ աստվածաբանական արդեն երևույթի։ Իհարկե, մինչև սա մենք տեսագնենք, հաղորդում եմ մինչև տեղադրի, մի քիչ էլ ժամանակ կանցնի, թեման մի քիչ կնստի, ու ինչ որտեղ ավելի լավ, մենք հիմա կփորձենք մի քիչ ավելի sense սառը, հանգիստ կերպով փորձենք նա հասկանալ ինչ է իրականում տեղի ունենում եւ տեղի ունեցել եւ տեղի ունենալ եւ ինչ պետք է լինի մեր հայ ժողովրդի պատասխանը այս իրողություններին։ Ուրեմն նախ մենք պետքա հատ արձանագրենք ամենայն դեպս, որ ոչ մի խաղաղության պայմանագիր էլ ոչ միայն չի ստորագրվել, այլև ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս չի էլ ստորագրվելու տեքստի համաձայնացումը խաղաղության պայմանագրի, այս մեր տվյալ դեպքում, այս Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստում դեռ չի նշանակում տեքստի ստորագրում եւ այս իմաստով ես գիտեմ, որ մեծ մասը երևի գիտեք, բայց ամենից պետք է հարցանագրենք շատ հստակ, որ շատ հստակ պաշտոնական մակարդակի հայտարարություններ են եղել Ադրբեջանից, այդ թվում արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությունը, առանձին էլ արտաքին գործերի նախարարի, որ իրենք այո համաձայնացրել են այդ կետերը, բայց, այսինքն իրենք չէ, մերոնք համաձայնվել են Ադրբեջանի վերջին առաջարկների, սա էլ ճշտենք, որտեղ մեկ-մեկ այնպես են ներկայացնում, որ տեսակ ալի, ոչ միայն վախեցավ, շտապեց, ես ինչ ժողովուրդ չեմ, տես չի, Հայաստանը համաձայնվել է Ադրբեջանի ուղարկած վերջին առաջարկներին, այս որտեղ գիտեք անդադ իրար տենց առաջարկներ են փոխանակում իրար հետ, սա չեմ հիշում, որ երրորդն էր, 11-րդը, 13-րդը, Հայաստանն է համաձայնվել։ Հիմա Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը իրենք ասում են մենք չենք ստորագրելու սա, չնայած համաձայնեցված է, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը չի փոփոխվել այնպես, որ այդտեղից դուրս բերվի 1990 թվականի անկախության հռչակագրի վրա հղումը, որտեղ գիտեք նաև անկախության հռչակագրի մեջ էլ իր հերթին հղում կա, ուրեմն այն ժամանակ դեռ սովետական Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմանը 89 թվականի նոյեմբերի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի այն ժամանակ ինքնավար մարզի վերամիավորման մասին, այսինքն որ դրանք մի պետություն են կազմում։ Սա մեկ եւ երկրորդը էլի Ադրբեջանի հստակ դիրքորոշումն ասում, մինչեւ որ Մինսկի խումբը չլուծարվի։ Սրանք իհարկե ոչ մի անսպասելի բաներ չեն, ես էլի ինչ եմ շեշտում, որտեղ վերեք զարմանքով կարդացի, որ մարդիկ կան քաղաքական գործիչներ, հայտնի, որ զարմանք են հայտնում, շատ անսպասելի էր, ասում Ադրբեջանի դիրքորոշումը լուրջ, որովհետեւ տեսեք, եթե ադրբեջանական լրատվությանը, քարոզչությանը հետևում եք, ուրեմն տարվա 365 օրվանից 360-ը իրենք ամենօրյա ռեժիմով եւ պաշտոնական մակարդակում եւ ոչ պաշտոնական մակարդակում միշտ այս վերջին շրջանում շեշտել են, որ քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը չի փոփոխվել մեր ասած ձևով, այլ չեմ ասում Մինսկի խումբը հիմա մենակ սահմանադրության վրա կենտրոնն, մենք ոչ մի խաղաղության պայմանագիր չենք ստորագրել, դա շատ հստակ էր եւ եմ ասում, տարվա մեջ 365-66 օրվանից 360-ը դա ասում է, դա այնքան արդեն բան էր, որ նույնիսկ երբ որ ես ամփոփումները նայում էի, որ մեր վերլուծական խումբը պատրաստում է մարտական եղբայրություն, ես նույնիսկ նշում չէի անում, որտեղ դա արդեն դառել էր ոնց որ այտենց ոչ կարևոր բան էլի, այսինքն բոլորս հասկացել ենք։ Հիմա, եթե խոսքը սահմանադրության փոփոխության մասին է եւ ոչ միայն փոփոխության, այլև նոր սահմանադրության ընդունման, որը հանրաքվեով պետք է արվի։ Հիմա ես չգիտեմ, միգուցե իրավաբանները ինչ որ այլ խորամանկ տարբերակներ գիտեն, ես չգիտեմ, այն ինչ որ մենք շարքային մահկանացուներս գիտենք այդ գործընթացի մասին, սահմանադրության փոփոխության նախագիծ նախ պետք է լինի մշակվի, հետո այդ նախագիծը դրվի հանրաքվեի համապետական եւ նոր դրանից հետո պաշտոնապես ընդունվի։ Բնականաբար այստեղ խոսքը առնվազն ամիսների մասին է եւ նաեւ հավանական է, որ մի process է, որը տևի մինչեւ հաջորդ ընտրություններ, չգիտեմ հերթական կամ արտահերթ, բայց ամենայն դեպս սա նվազագույնը ամիսների մասին է, այնքան, ինչքան մենք այս պահին կարող ենք հասկանալ։ Սա նշանակում է, որ այդ թղթի ստորագրումը
ուրեմն հետաձգվում է առնվազն այդ իմ ասած ժամկետների չափը։ Հիմա բացի այդ, սա նշանակում է նաև, որ մեզ շանս է տրվում կազմակերպված եւ համախումբ պայքարի դեպքում այ ժողովրդին շանս է տրվում, որպեսզի եթե ցանկություն կա, եթե համարում ենք, որ սա գործընթաց է, որը իրական տևական կամ խաղաղության մեզ չի բերելու, շանսը բերում մենք ուղղակի տապալենք նաև այդ թղթի, այդ ԽՊ-ի ստորագրումը։ Եթե սահմանադրությունը, որը դրվելու է հանրաքվեի, մենք չենք ընդունում, իսկ ավելի լավ է նույնիսկ եթե մենք կարողանում ենք մշակել մեր այլընտրանքային սահմանադրության տարբերակը, որտեղ էլ ավելի ենք շեշտում մեր անկախության արժեքները։ Հիմա մի բան էլ իմիջիալուց ուզում եմ ասեմ, քանի հիշատակել ենք, մենք խոսում ենք սահմանադրության փոփոխություններից, ավելի ճիշտ պետք է շեշտը մենք դնենք անկախության հռչակագրից հրաժարվելու վրա, որտեղ ըստ էության սրա մասին է խոսքը։ Այդ պահանջը փոխել սահմանադրությունը Ադրբեջանի կողմից, դրա իմաստը հենց անկախության հռչակագրից հրաժարվելն է։ Հիմա այստեղ շատ կարևոր նրբերանգ ասեմ, թե ինչ ասեմ, ճյուղավորում ասեմ, գալիս է, որովհետև ըստ էության ինչ է նշանակում անկախության հռչակագրից հրաժարվել։ Դա նշանակում է, որ պետությունը իր իսկ գոյության հիմնավորման, ուրեմն հիմնակարերից, եթե ոչ առաջին հենց ամենակարևոր հիմնակարից հրաժարվում է, որտեղ Հայաստանը ինչու է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն, որտեղ նախ եւ առաջ 90 թվականին ընդունվել անկախության հռչակագիրը, հետո դրա հիման վրա process է սկսվել, որտեղ անկախության հռչակագիրը հռչակում է անկախացման process, ով կարդացել է այդ տեքստը հիշում է, եւ դրանից հետո դրա հիման վրա արդեն 91 թվականի սեպտեմբերի 21-ին եղավ անկախության հանրաքվեն, որտեղ եւ վերջնականապես պաշտոնապես Հայաստանը հռչակվեց անկախ պետություն, բայց նրանք փոխկապակցված բաներ են։ Էլի իրավաբանները թող մեկնաբանեն, ես չգիտեմ, ես իրավաբան չեմ, քաղաքական դրամաբանությամբ եմ ասում, հիմքում ամեն ինչ անկախության հռչակագիրն է։ Այսինքն, եթե դու հանում ես դա, ըստ էության քո պետությունը, իրավական իր հիմքերը օդի մեջ են կախում, պետությունը, որ հրաժարվում է իր իսկ անկախության հռչակագրից, ըստ էության հրաժարվում է ինքն իրենից։ Եվ ես չգիտեմ, կա պատմության մեջ ընդհանրապես մի դեպք, որ պետությունը ենթադրում եմ, որ չկա, բայց էլի հիմա ինձ նոր մեր ժողովրդի հետ խոսում են, ասում դե պատմաբանը դու ես, դուք իմանաս, ես չգիտեմ նման դեպք։ Պատմաբանն էլ կարող է ինչ-որ բան չիմանա, բայց շատ տարօրինակ կլինի, կարելի է փորփորել, փնտրել, որ պետությունը հրաժարվի իր իսկ անկախության հռչակագրից։ Եվ ես չգիտեմ իրանք ինչ են ենթադրում նոր անկախության հռչակագիր ընդունել, դա նշանակում է նոր պետություն հռչակել, բայց ամենայն դեպս այս եղած 91 թվականից մինչև այդ պահը եղած հայկական պետությունից ըստ էության դու դրանից հրաժարվում ես, դրա լեգիտիմությունը դու շղթում ես ընդհանրապես։ Եվ թե դրանից ինչ հետևանքներ լինում, սա էլ առանձին հարց է, բայց ես ուզում եմ ասել, որ ես սա էլ կարող եմ, չգիտեմ, շատրից չափազանցված, բայց ես սա հիշատակել եմ կարծեմ էլի։ Սա էլ եմ դրամաբանություն տեսնում այստեղ որոշակի, որովհետև եթե ուշադրություն դարձնեք, այդ բոլոր մի կողմ թողած հռետորաբանությունը իրենց անկախության մասին, պետության հավերժացման մասին եւ այլն, իրական process-ը ինչ է։ Մի կողմից իրենք հռչակում են սովետական Հայաստանի սահմանները, որպես միակ աստորեն լեգիտիմ սահմաններ Հայաստանի, չէ՞ որ իրանք ասում են իրական Հայաստան, դա սովետական Հայաստանն է։ Որովհետև պետությունը եւ իր սահմանները նույն բանն են գրեթե։ Պետությունը սահմաններով է որոշվում։ Ուրեմն սա իրանք հռչակում են փաստացի սովետական Հայաստանը միակ իրական Հայաստան։ Մյուս կողմից անկախության հռչակագրից են հրաժարվում, այսինքն ստացվում է, որ էլի վերադառնում ենք նախքան 90 թվականի օգոստոսի 23 վիճակ, այսինքն էլի սովետական Հայաստան, եւ սրանք գումարած են նեոբոլշևիկյան գաղափարախոսությունը, որի մասին խոսել ենք, վերլուծել ենք, եւ մենք ստանում ենք արտաքուստ անկախության ուրեմն պայքարով, sense կարգախոսներով զարդարված, իրականում անկախությունից հրաժարվող եւ փաստացի դեպի սովետական Հայաստան վերադարձ կատարող մի հատ քաղաքական ուղղություն։ Սա իմիջիալուց եմ ասում, բայց իմիջիալուց այս թեմայի համար, որտեղ մենք խաղաղության պայմանագրից ենք խոսում, բայց շատ կարևոր։ Սա հիշենք, ֆիքսենք եւս մի անգամ եւ հետո այդ թեմայի մասին էլի մտածենք ու շարունակենք։ Հիմա սա առաջինն է, որ ուրեմն ոչ մի թուղթ չի ստորագրվել եւ ստորագրությունն էլ հարցի տակ է եւ կասկածի տակ է եւ նաեւ եթե գահացնի այդ բանը նաեւ մեզանից է կախված լինել հայ ժողովրդից։ Եթե ինչ որ մի, չգիտեմ, ինչ որ մի բան չմտածեն, որովհետեւ ես վստահ եմ իրենք էլ անհանգստանում են։ Արդյոք հայ ժողովուրդը կքվեարկի դրան։ Հիմա մյուս երկրորդ բացի այս ամեն ինչից
Այս դրա մասին կարծեմ նույնիսկ մի առանձին հաղորդում ենք խոսացել, բայց արդեն ես էլ վստահ չեմ հիշում։ Խաղաղության պայմանագիրը ինքնին մի կողմ թողած որ չի ստորագրվում, նույնիսկ եթե ստորագրվի, ինքը արդեն տևական ժամանակ է ինչ, որքան էլ տարօրինակ է հայ-ադրբեջանական այս process-ի հարաբերությունների, չգիտեմ, կարևորագույն մասը չի արդեն։ Սա տարօրինակ է հնչում, որտեղ պարզ չի, որ խաղաղության պայմանագիրը պետք է կարևորագույնը, բայց ինքը արդեն չի։ Ինչ եմ սա նաև ասում, որտեղ մարտական եղբայրությունը գիտեք, եւ անձամբ եւ մարտական եղբայրությունը մենք ասում ենք, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, տևական ժամանակ ասում ենք։ Հիմա հնարավոր է այդ թուղթը իրոք ստորագրվի, բայց կարևոր փոփոխություններ կան իրավիճակի մեջ, որովհետև հատկապես այս վերջի տարվա մեջ խաղաղության պայմանագրից ավել եղած այդ կետերից ավել եւ դուրս Ադրբեջանը առնվազն մի քանի կետ պահանջ է ձևակերպել Հայաստանի նկատմամբ պաշտոնական մակարդակում, շեշտում եմ, որտեղ քարոզչության մեջ դրանք նախկինում էլ կային, բայց պաշտոնական մակարդակը ընդհանուր մինչև Ալիևի շուրթերով հնչեցվել, սրանք միանգամից չեն ասել։ Հիմնականում այս վերջին 1 գուցե 1.5-2 տարվա մեջ հիմա հստակ չեմ կարող հիշել, բայց հիմնականում այս վերջին համեմատաբար վերջի շրջանում են դրանք արդեն եկել հասել պաշտոնականի եւ ըստ էության ստացվում է, որ խաղաղություն պայմանագրի այդ կետերը մի կողմ, բայց դրանից բացի մենք ունենք եւս մի քանի կարևորագույն շատ կետ, որը որպես պահանջ են ներկայացում, ըստ էության մի հատ որպես երկրորդ մի հատ էլ պայմանագիր, որտեղ այդ կետերը բավականին շատ են եւ ստացվում է դու կարող ես կնքել խաղաղության պայմանագիր, բայց իրենք համարեն, որ դեռ հարաբերությունները կարգավորված չեն, չնայած այնտեղ երևի դա հրճակվում է, որ կարգավորվում։ Հիմա այդ կետերը ես գիտեմ, որ ձեր մեծ մասը գիտի, ես ուղղակի դրանց թվարկեմ, կարևորը նույնիսկ դրանց թվարկելը չի ամբողջական, այլ հասկանանք մենք հետո, որ ինչու սրանք պատահական չեն, ինչու են սրանք ստրատեգիայի մաս Ադրբեջանի քաղաքականության եւ ոչ թե ինչ-որ կմահաճույք են իրենց տեսակետից կամ զուտ քարոզչություն են, հա, ամեն դեպքում կետերը թվարկեն վերհիշենք շատ կարճ, մեկը, բոլորդ էլ գիտեք, թուրքերի կամ իրենց լեզվով ասած արևմտյան ադրբեջանցիներ մեր հայերենով դրանք թուրքեր են կոչվում, թուրքերի վերադարձը Հայաստան, գիտենք բոլորս, խոսել ենք շատ, որ սա պատահական ինչ-որ բան չի, հետևողական պետական մեծ ռեսուրսեր թե մեր մեջ ներդրվում եւ ամենաբարձր մակարդակով անընդհատ շեշտվում է, որ դա պետք է լինի եւ էլի եթե մենք տենց անլուրջ ընդունենք, ոնց որ ասենք, չգիտեմ, երևի մեր քաղաքական գործիչները ամեն ինչը տենց բանա խոսում են, ոնց որ է սահմանադրության բանը, հետո զարմանում են, ոնց որ լուրջ են խոսում, չէ, այդ վատ իմաստով հայավարի բաները մի կողմ ասում են եւ շատ լուրջ են եւ շատ հետեւողական են։ Մյուսը, էլի որ պաշտոնական մակարդակ է հասել Հայաստանի ապառազմականացման, այսպես կոչված պահանջը, այսինքն իրենք էլի Ալիևի հենց շուրթերով, էլ չեմ ասում մնացածների, նաեւ Ալիևի շուրթերով, այսինքն ամենաբարձր մակարդակով շեշտել են, որ մենք հետևում ենք եւ եթե մենք համարենք, որ ինչ որ զենքեր, զինատեսակներ Հայաստանը ձեռք կբերի, որոնք մենք համարում ենք, որ ինքը չպետք է ձեռք բերի, այսինքն մենք կհամարենք դա մեր անվտանգությանը մարտահրավեր, մենք մեզ իրավունք ենք վերապահում հարվածել։ Այսինքն սա մյուս պահանջն է, դրված է, որ ինչ որ սահմանից ենքում չեք կարող դուք զինատեսակներ գնել եւ այլն։ Չեմ մանրանում էլի հիմա, չեմ մանրամասնեցնում, մյուսը ուրեմն պատերազմի պատասխանատվությունը Հայաստանը իր վրա պետք է վերցնի իրենց տեսակետով եւ բնականաբար դրանց բխող ռազմական հանցագործությունների եւ փոխհատուցումների եւ այլն։ Սա էլի ես վերջերս նորից հնչեցվել է, դեպ հերթական անգամ, այս անգամ ուրեմն այդ Հաջիևը, Ալիևի օգնականը, խորհրդականը կարևոր դեմքերից իրենց, որ պաշտոնական բան է, խոսք է ներկայացնում, որ Հայաստանը այո փոխանակ է դատապարտի այս դատերը, որ հիմա Բաքվում գնում են, ինքը հակառակ, եթե իրոք խաղաղություն է ուզում, ուրեմն պետք է ընդունի, որ պատերազմի մեղավորը ինքն է եւ ուրեմն, չգիտեմ, այդ մնացած բոլոր բխող հետևանքներով, սա էլ հետևողական պահանջ է եւ ես կարծում եմ իրենք հետամուտ են լինելու, ընդ որում կարելի է ասել, որ ինչ որ չափով այս process-ը արդեն տակից սկսվել է, որտեղ այս գաղափարը, այսպես կոչված նոր գաղափարախոսությունը, որը հիմա այդ process-ն էլ է սկսվել, դրան չենք հասել անդրադառնալ մանրամասն կառնադառնանք, ինքը կառուցված է, մենք խոսել ենք մասամբ սրա մասին, այդ նեոբոլշևիզմի մասին, երբ խոսում ենք, կառուցված է հենց դրա վրա, հիմքը այն է, որ ըստ էության տարածաշրջանային կոնֆլիկտների մեղավորը հայկական ինքնությունն է։ Այսինքն այս process-ը սկսված է, եւ չզարմանաք, որ մի օր սա էլ ասեն, դե հա, համաձայնվում ենք անուն խաղաղության։
Եվ մյուսը բոլորդ գիտեք 2020 թվականի նոյեմբերի 9-րդ կետի կատարումը այն ձևով ոնց որ դա մեկնաբանում է Ադրբեջանը։ Հատուկ sense եմ շեշտում, որպեսզի այդ խորանակ միջանցք, չգիտեմ, մերոնք ասում են կա չկա, իրենց մեկնաբանությամբ եւ էլի վերջերս սա նույնպես հաստատվել, վերահաստատվել, այսինքն այդ պահանջը ճիշտ է մեկ-մեկ իրանց մոտ այս տատանումներ ա ունենում կախված արտաքին մեծ հարաբերություններից, Ռուսաստան, չգիտեմ, Արևմուտք, Պարսկաստան եւ այլն, բայց միևնույն է մնում է եւ իրանք դա շեշտում են։ Այսինքն մենք առնվազն 4 կետ հիմա առանձնացրեցինք, ընդ որում այս կետերից որոշները կարանք մանրամասնացնենք, դարձնենք մի քանի կետ, որտեղ օրինակ նույնպես պատերազմի պատասխանատվությունը մեջ իրական ենթակետեր կամ բազմաթիվ եւ կարող է էլի կետեր լինեն։ Ես օրինակի համար եմ բերում, ինչի համար, որ մենք հասկանանք, որ ֆիքսենք, արձանագրենք, այսինքն, որ տեսեք, կա խաղաղության պայմանագրի նախագիծ, որը իբր դու ստորագրում ես եւ իբր վերջանում է թեման դրանով, բայց մենք տեսնենք, որ չի վերջանում եւ պահանջները, որոնք ներկայացվում էլ ավելի շատ են եւ փաստացի էլ ավելի ծանր են, քան այն ինչը որ այս խաղաղության պայմանագրում կան, այսինքն process-ը վատ իմաստով շարունակվելու է։ Եվ այստեղ ինչն է ուզում շեշտել, ասացի, որ մենք հասկանանք, որ սրանք պատահականություն չեն, զուտ քմահաճույք չեն, ինչ որ ասենք բռնապետական ռեժիմի կամ քարոզչություն չեն, կամ այն որ մեր բաները այդ փորձանքագետները ասում են ներքին լսարանի համար է, այդտեղ մեզ քանի տասնամյակ կերակրեցին, Ալիևը խոսում է ներքին լսարանի համար, ոչ մի անիմաստ մի հատ նախադասություն, որ գոնե 20 թվականի պատերազմից հետո այլևս ոչ ոք իրավունք պիտի չունենար կրկնելու, բայց արի ուտես, որ մինչև հիմա այդպես կրկնում են, այդպես մտածում են եւ հետո նորից զարմանում են։ Ոչ, սա մասն է շատ հստակ քաղաքական ռազմավարության, որը Ադրբեջանը վարում է։ Իրենց տրամաբանությունն է, հիմա դա ճիշտ է, սխալ է, ուրիշ իրենց տրամաբանությունը, դու իրավունք չունես դա հաշվի չնստես, չտեսնես դիմացինի քաղաքական տրամաբանությունը, եթե դու հետո ինչ որ process ես սկսել, դա քո տեսակետից ռացիոնալ է, իրացիոնալ է, ճիշտ է, սխալ, դա էական չի։ Դա այդ մարդկանց քաղաքականությունն է, այսօրվա Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունն է։ Եվ իրենք դա բաց են համարել, ասում են, պես չի որ թաքցում են, որ իրենք հաղթող պետություն են, եւ որպես հաղթող պետություն, իրենք իրենց պատկերացնում ռեգիոնում, տարածաշրջանում, առնվազն մեր, ուրեմն այսօր Կովկասում, որպես գերիշխող տերություն, դոմինանտ, հեգեմոն, ավելին իրենք ասում են, որ նույնիսկ տարածաշրջանից մեր դուրս մենք հիմա հավակնում ենք միջին տերության կարգավիճակի, սա իրենց պաշտոնական քարոզչությունն է, այսինքն միջին տերություն, գիտեք, մեծ տերություն կա, միջին տերություններ տերմինը կա, նույնիսկ փոքր տերություններ տերմինը կա, սա էլ է շատ հետաքրքիր, միջոց Էդվարդ Աբրամյանն սրա մասնագետն է, քաղաքագետ, խոսում է, հիմա իրանք այս միջին տերության կարգավիճակին հավակնում, բայց դա էլ մի կողմ թողած, շատ հստակ է իրանց մոտ, որ իրենք պատկերացնում են այս հարաբերությունը ռեգիոնալ, թվում նախևառաջ Հայաստանի հետ, որպես գերիշխողի եւ փաստորեն ենթակա եւ սորադասի հարաբերություն, եւ սա ռետորիկա չի, սա ինձ պատկերացած աշխարհն է, այսինքն այն ինչը որ մեզանում մարդիկ անընդհատ պատկերացնում են, որ այդ խաղաղությունը դա տես փոխհավասար գոնե ֆորմալ իմաստով հարաբերություն է, այսինքն կնքենք ու հետո պրծնենք մենք էլ իրանցից, իրանք էլ մեզնից, մենք մեր կյանքով ապրենք իրանց չգիտեմ, այդ տնտեսություն, բան, առևտուրը զարգանա, գնանք Բաքու իրանք կան Սևանում լողանան, չէ, իրանք տենց չեն պատկերացնում։ Իրանք շատ հստակ պատկերացնում են գերիշխողի դիրքերից հարաբերություն եւ այս կետերը, որոնք մենք տեսնում ենք։ Եկեք մենք հասկանանք, ինչ կետեր են նաեւ դրանց տրամաբանությունը։ Դրանց տրամաբանության մեջ ընկած է ըստ էության Հայաստանի որպես ինքնիշխան պետության փաստացի շղթում։ Ֆորմալ իմաստով չեն ասում Հայաստանը պիտի վերանա, թող մնա, բայց փաստացի շղթում է, ինչու՞։ Որտեւ այդ պետության, տեսեք, պետության կարևորագույն ինքնիշխանության հիմքերը, ատրիբուտները մեկը սահմանադրությունն է, իրավական, պետության հասարակ կարգը սահմանվում է սահմանադրությամբ, դա պետության ինքնիշխանության հիմքերից չէ իրավական։ Իրենք խառնում են դրան, ասում պիտի փոխեք։ Անկախության հռչակագիրը, որ անկյունակարն է պետության, ասում պիտի փոխեք։ Մերոնք փորձեցին թեման հակառակ ուղղությամբ էլ տանել, ասել չէ, դե դուք էլ պիտի փոխեք, որտեղ դա ասին, չէ, դες բան չկա։ Ընդհանրապես ինձ մոտ ոչ մի բան հայլային չի, ասել է կան։ Մյուսը պետության պաշտպանության ոլորտը, էլի պետության ինքնիշխանության ամենակարևոր անկյունակարային ոլորտներից, այսինքն պետությունը ինքն է որոշում, չէ, անկախ պետությունը դրանով է տարբերվում։ Ասենք ինքնավար մարզից օրինակ։ Ինքն է որոշում իր պաշտպանության, քաղաքականությունը, համակարգը եւ այլն, օրինակի համար, տեսեք, սովետական Հայաստանը ինքը շատ ատրիբուտներ ուներ, չէ, ինքնավարության, նույնիսկ իր սահմանադրությամբ անկախ պետություն էր, բայց ինքը երկու բան ոնց որ չէր կարող վարել եւ լիազորում էր դա, ինչպես մյուս բոլոր սովետական հանրապետությունները Մոսկվային։ Մեկը արտաքին քաղաքականությունը, մյուսը պաշտպանությունը։
Այս երկուսը եւ դրանով ինքը արդեն իր ինքնիշխանությունը սահմանափակում էր, այդպես է։ Հիմա նույն այստեղ մեզանից ինչ որ պահանջում են, ասում են դուք պետք է սահմանափակեք ձեր ինքնիշխանությունը, մենք ենք որոշելու ձեր, այսպես ասած, զինման պրիմիտիվ մասում չափը, որպես ձեր պաշտպանության քաղաքականությունը։ Դե չեմ ասում նույնը այդ պատերազմի մեղավորություն վերցնել եւ այլն, եւ այստեղ էլ ուզում եմ շեշտել, որովհետեւ երբ որ մեր ուտոպիստները խոսում են խաղաղության process-ից, էլի չէ, ասենք խաղաղության process-ը ոնց է այտենց այդ ուտոպիստական պատկերացում, դե հայելային կերպով, ասենք հրաժարվում ենք, օրինակ չգիտեմ, մենք ասում ենք, վայ, ինչ վատ բան արեցինք մենք, այնտեղ չգիտեմ, թուրքերի հետ, Հայաստանում իրենք էլ ասում են, վայ, բա մենք էլ Սումգայիթում ինչ վատ եղավ, ասինքն հայելային մի հատ process է, կողմերը ընդունում են իրանց մեղքերը, թեկուզ ձևականորեն, ու տենց ինչ, բայց այդտեղ դա չկա բացարձակ, ոչ մի, տեսեք, օրինակ Եթե նայեք ինչ են իրանք ոչ հիմա պաշտոնապես խոսում Սումգայիթի մասին, իրանք ասում են Խոջալույցը ասպանություն պետք է ընդունենք, որը իրանց բանն է, հա, այդ գիտեք, այդ քարոշչական փուչիկն է կամ չգիտեմ ինչ, ոնց դա կոչեն, Սումգայիթի մասին, որ ակնհայտ բան է, իրանք ասում են հայերն են կազմակերպել, ամենայն լրջությամբ։ Ասում են դա մենք կապ չունենք, այդ հայերը, այնտեղ մի հատ հայ է, ինչ է գտել ժամանակի։ Հայերը կազմակերպել են հատուկ KGB-ի հետ միասին, որ մեր վրա շարունակեն, այդպես բան չի եղել։ Ադրբեջանը ընդհանրապես հասկանում եք, այսինքն 0, նույնիսկ ձևականորեն 0 բան, կամ ասենք պատերազմի, չգիտեմ, իրանք ասում են ձեր ռազմական հանցագործներին պետք է մեզ հանձնեք։ Իրենք չեն ասում մեր ռազմական հանցագործներին էլ մենք այսինքն գոնե այն ձևական ինչ որ բան չկա, բացարձակ 0 է եւ սրանից էլ էլի դուք պետք է այս ամեն ինչը հուշում ինչ են իրենք պատկերացնում որպես Հայաստանի հետ ճակերտավոր խաղաղ հարաբերություններ, որից այդքան ողջևորվել են, ես նույնիսկ չգիտեմ ոնց այդ մարդկանց կոչեմ, չեմ սիրում վիրավորել եթերում, եթե ես դուրս իհարկե վիրավորում եմ, չգիտեմ, էլի ոնց կոչես, ասենք այդ մարդկանց ուղեղը ինչ հա, եթե ռեալ դրան հավատում ենք, բամբակա ինչ է, այն քաղցր բամբակներից կա, ես միշտ եմ պատկերացնում, սուկ ուղեղի փոխարեն քաղցր վարդակորեն բամբակից պետք է լցված լինի գլխիդ մեջ, որ դու ռեալ ու չհամաչես, դուրս գաս, ասես, այ մենք գնում ենք դեպի խաղաղություն, այն էլ հավիտենակ։ Հիմա այս հասկացանք մենք մանավանդ շատ ենք խոսացել այս ամեն ինչից, ուրեմն ստորադասի եւ գերիշխողի վիճակ եւ փաստացի ժողովուրդ ջան, սա բոլոր առումներով դառնում է, ինչպես եւ շատ անգամ շեշտել ենք, մեր անկախության հարցը բոլոր իմաստներով, սկսած հենց ամենաբանից, անկախության հռչակագրի հրաժարումից, այսինքն դա արդեն նույնիսկ հենց անունով է անկախության հարց, եւ վերջացած նրանից, որ պահանջները, որոնք շարունակվում են, դրանք բոլորը մեծ հաշվով կապված են մեր ինքնիշխանության սահմանափակման հետ։ Փաստացի, ել եմ ասում ֆորմալ Հայաստան պետություն իրենք ինչպես են պատկերացնում, ինչպես չեն պատկերացնում, այլ բանը փաստացի, այն ինչը որ իրենք պատկերացնում են որպես խաղաղություն, դա այդ է։ Հա, եւ մի բան էլ հիշեցնեմ, ըստ էության այս ռազմավարական պլանը մոտավորապես 3 փուլից, էլի բաց կերպով ասվել է, ուրեմն իրանք նախկին մի հատ արտգործնախարար ունեն Թոֆիկ Զուլֆուգարով, ով հին մարդիկ կհիշեն, որ տես մի հատ կար։ Դեռ անցած տարվա սեպտեմբերին նույնիսկ ամսաթվով կարող եմ հիշել, որտեղ իմ ծնունդին շատ մոտ էր, սեպտեմբերի 25-ին կարծեմ, ինքը բավականին sense բաց, այս ինչ որ մենք խոսում ենք վերլուծելով հասկանում ենք, ինքը բաց ասաց 3 փուլ է։ Առաջին փուլում ստորագրում են խաղաղության պայմանագիրը։ Սա առաջին փուլն է, իրանք ասում են դե բարձ ինքը պաշտոնյա չի հիմա, մի քիչ ավելի բաց է խոսում, հա։ Բայց դե բարձ Ադրբեջանում այդ ամեն ինչը պետական վերահսկողության տակ է, այդ մարդու հարցազրույցը բոլոր ադրբեջանական լրատվամիջոցներ տարածեն։ Երկրորդ փուլով հիմա որ սխալ չհիշեմ, ուրեմն գալիս է, ասում է հաղորդակցությունների հարցը, ինչ որ հարցեր ասում, ցավոք հիմա չեմ հիշի, հաղորդակցությունների հարցը, այսինքն այդ Միջանցք եւ այլն իրանց լեզվից թարգմանած, եւ երրորդ փուլում գալիս է հումանիտար հարցերը եւ փոխհատուցման հարցերը։ Այսինքն սա 3 փուլանի ստրատեգիա, ինչպես են իրենք պատկերացնում։ Դրա համար եմ ասում, խաղաղության պայմանագրի վրա այդքան ոչ թե մի կենտրոնացեք, իհարկե դա կարևոր թեմա է, բայց սա ընդհանրապես առաջին կետն է, առաջին փուլն է իրենց մեծ ստրատեգիա, սրանով չի ավարտվում։ Էսա շատ յուրահատուկ է, յուրահատկություն է այս ամեն ինչի։ Որտեղ հա սովորաբար պետությունները թե կնքում են խաղաղության պայմանագիր, դա դրանով ավարտվում է։ Բայց այստեղ այդպես չի։ Եվ երկրորդ կետով իրանք փաստորեն են Միջանցքի հարց, երրորդ կետով արդեն ասում են այդ ինչ որ մենք ասում ենք պատասխանատվություն, պատերազմի ռազմական հանցագործներ, փոխհատուցումներ, այստեղ արդեն երրորդ փուլում դրան դա էլ բան կանենք։ Եվ ընդ որում ինքը տեղ ասում է, եթե Հայաստանը օրինակի համար չկարողանա այդ փոխհատուցումը գումարով տալ, կարող է շատ մեծ գումար լինի, ասում եմ, որտեղ
Այդ դեպքում կարող է տարածքային զիջումներ լինեն։ Օրինակ ասում են, ու խաղում անում միջազգային պրակտիկ։ Այսինքն ուսա բաց ասում է, սա ինչը բաց է։ Հիմա նաև այստեղ էլ էս ասեմ ու անցնեմ արդեն գործնական մասի ես խոսացին։ Այս դատը, որ հիմա կամ դատերը, դատավարությունները, որ տեղ են Բաքվում, էլի մեր մոտ տենց մարդիկ դուրս են գալիս ասում են չգիտեմ ինչ որ լուծումներ գտնենք։ Այս դատերը այս մեծ քաղաքական ստրատեգիայի մասն են։ Դրանք հենց այնպես չեն, ասենք հենց այնպես չի որ բան են անում, հա, ուղղակի շոու են սարքում, սա քաղաքականության մաս է, որի միջոցով, էլի կարծեմ խոսել ենք ստրատեգիական մակարդակում պետք է ապացուցվի եւ հետագայում որպես պահանջ ձևակերպվի այս պատերազմի մեղավորությունը, ագրեսիան եւ այլն, պատական չի, չէ՞ հիմա բոլոր ցուցմունք տվողները ինչ են ասում, որ այս ամեն ինչը Հայաստանն էր, մենք Ղարաբաղում ոչ մի բան չէինք որոշում, հրամանները Հայաստանից էր գալիս, փողը Հայաստանից էր գալիս, զենքը Հայաստանից էր գալիս, բանակը Հայաստանինն էր, այս ամեն ինչը ինչի համար հենց չեն զվարճանում, այսպես ասած, հա, որպեսզի հետո դա որպես բան ներկայացվի, բա մենք ապացույցներ ունենք, այս դուք էիք, իսկ եթե դուք էիք, դուք ագրեսոր եք, դուք պետք է փոխհատուցեք եւ տակտիկականը Նիկոլ Փաշինյանի վրա միշտ այդ մահակը պահել, որ մի օր կասեն, որ այդ Գանձակի հրետակոծություն եւ այլն հրամանը հենց ինքն է, ասում են արդեն որ Հայաստանն է, բայց անունը չեն տալիս, բայց մահակը գլխին պահում։ Ամեն դեպքում մի հատ էլ ամփոփենք, ուրեմն ինքնիշխանության բանը ասացինք, սա փաստացի նաեւ նշանակում է, որ անկախ որ այդ խաղաղության պայմանագրի այսպես կոչված ստորագրումից Հայաստանի դեմ փաստացի թշնամանքը եւ պատերազմը շարունակվելու եւ որտեղ այս բոլոր պահանջները այլ բան չեն, քան փաստացի թշնամանք։ Մենք շատ ենք խոսել պատերազմի միայն ռազմական գործողությունները չեն, այլ ցանկացած քաղաքականություն, որը ուժային սպառնալիքի վրա է հիմնված, եւ սրանք բոլորը ելնում են այդ ուժային սպառնալիքից, որտեղ հիմքում հետեւյալ թեզն է, որ մենք հաղթել ենք, հետեւաբար դուք պետք է կատարեք մեր պահանջները, ոչ թե մենք քննարկում ենք ձեզ հետ, դուք պետք է կատարեք սրանք։ Սրանք այդպիսի պահանջներ են ուժային սպառնալիքով եւ փաստացի մենք ունենում ենք ենթադրյալ, եթե կնքվում է ստորագրում է խաղաղության պայմանագիր, որից հետո շարունակվում է փաստացի պատերազմը։ Հեսա անպայման արձանագրենք։ Սա շատ կարևոր է, որտեղ էլի դա ասում դες, հեշտ է, չէ՞, ժողովրդին այդպես խաբել, թուղթը ստորագրեցինք, հələ մի կողմ թողած այդ թուղթի երաշխիքները եւ այլն, դա էլ նույնիսկ չեմ խորանում։ Հա, բայց եթե դու երաշխավորացել է, դա էլ փեշքեշ էսպես ասած ձեզ։ Բայց փաստացի այն ինչը որ շարունակվելու է, այն ինչը որ փուլ առ փուլ իրենք ռազմավարությունը ունեն, ենթադրում է պատերազմի փաստացի թշնամանքի շարունակում։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ դուք կարող եք նաև մասնակցել մեր ընդհանուր գործին, իհարկե, եթե մեր գաղափարները ձեզ մոտ են եւ մեր գործունեությունը ձեզ մոտ են, մասնակցության տարբեր ձևեր կան, միշտ դրա մասին ասում եմ, սկսած լայքերից եւ տարածումից, դա էլ է մեր համար կարեւոր, վերջացած ուրեմն մեր գործունեության մեջ ներգրավվելուց, որը կարող եք անել գալով, ծանոթանալով մեր հետ։ Եվ կա նաև, ասենք, ֆինանսական օգնության նաև տարբերակ աջակցության, որը ես նույնպես ոչ թե ինձ աջակցություն եմ համարում, այլ հենց մասնակցություն, որտեղ հասկանում եմ, որ դա էլ է կարևոր, հատկապես ասել եմ մեր Patreon-ին, եթե գրանցվեք, դա ինչով է լավ, որտեղ այնտեղ կա հնարավորություն պարբերական նվիրատվության, մեզ համար պարբերական նվիրատվությունը թեկուզ փոքր չափի, շատ հաճախ ավելի կարևոր է քան նույնիսկ բարձր, եթե ավելի մեծ գումարել է փոխանցում, իհարկե դրա համար եք շնորհակալ, շատ եք շնորհակալ, բայց այստեղ մեզ դա թույլ է տալիս մեր գործունեությունը ավելի լավ պլանավորել, ավելի լավ հեռանկարը պատկերացնել, այնպես որ եթե դժվար չի, գրանցվեք նաև մեր Patreon-ում եւ հա, ամեն դեպքում արդից օգտվելով շատ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք արդեն գրանցվել են, բավականին մարդ գրանցվել է եւ արդեն մենք բավականին օգուտներ ունենք, հաջորդ անգամ նույնիսկ կարող եմ ներկայացնել մեր այս հենց քարոզչական գործունեության հետ որոշակի գնումներ ենք կարողացել անել եւ կարողանանք մի քիչ ավելի բարելավել որակը նաեւ այս ամեն ինչի, այնպես որ արդեն ունենք արդյունքներ, որի համար շատ շնորհակալ ենք։ Հիմա շարունակենք մեր զրույցը։ Ինչ կարող ենք եւ ինչ պետք է մենք անենք։ Այստեղ մենք ունենք բավականին լավ, այսպես ասած, առիթ այդ համանդության փոփոխման հարակվեն է։ Լավ են իմաստով, որ ինքը կարող է թույլ տալ մեզ հայ ժողովրդին համախմբվել, կազմակերպվել, եթե կազմակերպված պայքար կարողանանք ունենալ, պլանավորել այս դրան ընդառաջ համախումբ եւ կազմակերպված լինի այդ պայքարը, մենք կարող ենք իսկականից ինչ որ արդյունքի հասնել, ընդ որում ես կարծում եմ նպատակը պետք է սահմանենք այսպես, ոչ թե ուղղակի մերժել այդ սահմանադրության
ուրեմն նախագիծը եւ անկախության հռչակագրից հրաժարումը, այլ ձևակերպել, որ այդ process-ը օգտագործենք նաեւ որպես առիթ ազգային հեղափոխություն իրականացնելու, նոր կառավարություն ձևավորելու եւ այդ նոր կառավարությունը ընդ որում այս ամեն ինչի մեջ մտնում է, որ ամիսների մեջ պետք է պատրաստվի բացի այդ բանից նաեւ հստակ քաղաքական ծրագիր հրապարակային, որը պետք է ներկայացնի իր քայլերը, ինքը ինչ է անելու, պետք է թիմ լինի քաղաքական կամ թեկուզ թիմեր, բայց գոնե կազմակերպված եւ էլի պատասխանատվություն վերցնող, որ պատրաստ է պատասխանատվություն վերցնել, ոչ թե ուղղակի լավ մարդիկ, եւ այդ համախմբումն էլ ինչպես խոսել ենք, էլի խայտաբղետ համախմբման մասին չէ խոսքը, գաղափարական ծրագրային համախմբման, որը ոչ միայն կբարձրացնի սահմանադրության հարցը, կբարձրացնի անկախության հարցը, կձևակերպի իրեն որպես անկախության պայքար, շատ կարևոր է, որովհետև սա մենք տեսանք անկախության պայքարը ուրիշ բան չի, թող ոչ ոք չխաբի, որ ուրիշ բան է, խաղաղության եւ պատերազմի թեմա, ոչ անկախության թեմա, Հայաստանի անկախության թեման է։ Իրականացնի հեղափոխությունը նաեւ օգտվելով այս process-ից, այս առիթից կմերժի ոչ միայն սահմանադրության նախագիծը, այլ դրանով իսկ եւ նաեւ օգտվելով այդ առիթից կմերժի այս կառավարությունը, ելեմ կրկն նոր կառավարություն կձևավորվի, այսա մենք պետք է եւ կսկսի կառուցել նոր իրապես անկախ Հայաստան, իրապես անկախ Հայաստանի ծրագիրը կներկայացնի կառուցման։ Սա ես կարծում եմ կարող է լինել մեզ համար շատ լավ առիթ, եթե մենք հիմիկվանից պատրաստվենք, ոչ թե ընկնենք մի քիչ տենց էմոցիոնալ վիճակի մեջ, որտեղ հենց հիմա մեծ հաշվով խոսակցություն է, ռեալ process չկա, խոսակցություն է նրա մասին, որ այ մենք համաձայնեցինք խաղաղության պայմանագիրը։ Բուն process-ը շատ ավելի երկար է լինելու եւ ունենք մի կետ, որը տեսանելի է, ունենք մի կետ, որի շուրջ հավանաբար, համեմատաբար հեշտ կլինի կազմակերպել, կոնկրետ նպատակ կարող է ձևակերպել, այդ կոնկրետ նպատակի շուրջ կոնկրետ քաղաքական պայքար ծավալվի, որովհետև քաղաքական պայքարը դժվար է, հիմա ասենք օրինակ դուրս գաս փողոց, ասես ես դեմ եմ խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը, դժվար է դրա շուրջ, որովհետև պահանջդ որն է, հետո գործողությունների պլանը որն է, քայլը որն է, ոնց է հասնում դրա իրականացմանը, դժվար է դա ձևակերպել որպես կոնկրետ քաղաքական պահանջար, դու կարող ես էլի բողոքը ներկայացնել, խնդիր չկա, բայց այստեղ դու կարող ես կոնկրետ քաղաքական նպատակ դնել, հասնել այդ նպատակի իրագործմանը եւ դրա միջոցով էլ եւս ավելի մեծ նպատակներ դնել ու արդեն դրանց իրագործմանն էլ հասել։ Ես շատ կխնդրեի կուզենայի, որ մենք հիմիկվանից ժամանակ կա, որովհետեւ դեռ, եթե սկսենք հիմիկվանից, կենտրոնանանք սրա շուրջ, մտածենք սրա մասին ոչ միայն զուտ, այտենց որպես ուղղակի սահմանադրությանը դեմ ենք, այլ այդ փաթեթով իր ամեն ինչով, ծրագրային փաթեթով, գաղափարական փաթեթով, ճիշտ կոնտեքստի մեջ դա դրվի, որտեղ ինքը ըստ էության էլի, հա, չեմ ասում լրիվ անիմաստ կլինի, բայց բավականին իմաստից կզրկվի, եթե մենք դրա մեջ չմտնենք։ Նույն նոյեմբերի 9-ից հրաժարումը, նույն նոր քաղաքականության հիմքերը, հայ ժողովրդի ուժային գործոնի վերածվելը եւ այլն, սա շատ կարեւոր է, հա, որտեղ ես էլ ուզում ասեի։ Մեծ հաշվով իրավիճակից ելքը էս ամեն ինչ, որտեղ մենք էս ամեն ինչը նկարագրում ենք ինչի համար, ոչ թե որ հերթական կործանան քարոզ մեր ժողովրդին կարտեն, այլ որ ցույց տանք, որ որը պետք է լինի ելքը, եթե քո դեմ այսքան թշնամանք շարունակում է, այս պատերազմը շարունակը, դու այլ տարբերակ ռեալիստական չունես, բացի նրանից, որ նորից վերածվես ուժային գործոն եւ կարողանաս ուժային դիմադրություն ես ամեն ինչի ցույց տալ, այսինքն եթե քեզ ասի գիտես ինչ, եթե դու այս կետն էլ չես անում, պատերազմ եմ սկսում, դու իմանաս, որ դու ի վիճակի ես դրան պատասխանել, ուժին ուժով պատասխանել, որովհետև եթե ի վիճակի չես կամ համարում ես, որ ի վիճակի չես, դու պետք է բոլոր պահանջները կատարես, բայց ինչ պետք է անես, բա ուրիշ ո՞նց է լինում, ուրիշ չի լինում։ Եվ դու պետք է կարողանաս քեզ պաշտպանել, ոչ թե ասես թող միջազգային երաշխիքներ լինեն եւ այլն, միջազգային երաշխիքներն են մենակ կլինեն, եթե դու լինես պատրաստ քո հողը քո անկախությունը, հողը չէ, անկախությունը պաշտպանելու։ Սա է ելքը եւ դրա համար այդ process-ը, որի մասին ես ասում եմ, որը առիթը սահմանադրության հանրակրվեն պետք է լինի, ինքը պետք է շատ ավելի լայն ձևակերպվի, անկախության հարցը դնի, ուժային գործոնի վերածվելու հարցը դնի, ընդհանրապես նոյեմբերի 9-ի այս համակարգից դուրս գալու հարցը դնի եւ լրիվ նոր հիմքերով անկախ Հայաստան կառուցելու հարցը պետք է լինի։ Դրա համար պետք է լինի եւ ծրագրային մոտեցում, եւ թիմային կազմակերպչական մոտեցում, եւ մնացած ամեն ինչը։ Խոսանք իհարկե սրա մասին ավելի մանրամասն, հիմա ես ուզում եմ այս միտքը արձանագրենք, շատ եմ խնդրում, հիշենք, արձանագրենք եւ սկսենք այսօրվանից հենց սրա շուրջ մտածել եւ դեպի դրան պատրաստվել, որտեղ ասում սրանից լավ առիթ ճիշտ քաղաքական process կազմակերպելու, չգիտեմ, կլինի թե չէ։ Նույնիսկ ընտրությունները այսքան լավ առիթ կարող են չլինեն։ Էս է իմ ասածը այսօր,
մենք անպայման սրա մասին կխոսանք, կշարունակենք, բայց բացի խոսալուց պետք է նաև կազմակերպվենք եւ գործենք։ Շնորհակալություն ուշադրության համար։